Բժիշկ Մկրտչյան, նախապես շնորհավորում եմ ձեզ օրերս մրցանակ ստանալու և լավագույն բժիշկ ճանաչվելու կապակցությամբ։ Շնորհակալ եմ։ Քանի որ դուք առաջատար բժիշկ մաշկաբան եք և երկար տարիների մասնագիտական փորձ ունեք փսորիազի ու մաշկային այլ խնդիրների բուժման ոլորտում, իսկ ձեր բուժական մոտեցումներում կարևոր տեղ է զբաղեցնում արմոդերմը, որպես արտաքին կիրառման միջոց, որի շնորհիվ բազմաթիվ բուժառուների հաջողվել է բարելավել կյանքի որակը։ Ինչպես կգնահատեք վերջին շրջանում լրատվական դաշտում արմոդերմի վերաբերյալ տարածվող հրապարակումներին ու քննարկումներին։ Ինչ կարող եք ասել այդ հրապարակումների մասին մասնագիտական տեսանկյունից և որքանով են դրանք համապատասխանում իրականությանը։ Նախ ուզում եմ նշել, որ արմոդերմը բնական միջոց է, որը եկել է փոխարինելու հորմոնալ պրեպարատներին և վերջին շրջանում արմոդերմի վերաբերյալ տարածվող հայտարարությունները ամբողջությամբ կեղծիք են և չեն համապատասխանում իրականությանը։ Տարածվող հրապարակումներում որևէ փաստական հիմնավորում չի ներկայացվում։ Արմոդերմ օգտագործող պացիենտների կողմից որևէ բողոք կամ դիմում որևէ տեղի չի ունեցել։ Արմոդերմի գործունեության վերաբերյալ որևէ քրեական վարույթի մասին մեզ հայտնի չէ, հետևաբար այն տեղեկությունները, որոնք ներկայացվել են, ուղղակի հյուրընկ են։ Բժշկության ոլորտում, եթե որևէ մեկը հայտարարում է, որ կան բազմաթիվ տուժածներ, բազմաթիվ բողոքներ կամ քրեական գործեր, ապա պետք է լինեն դրանց ապացույցները, համապատասխան փաստաթղթերը, պաշտոնական տվյալները, կոնկրետ դեպքերը։ Հակառակ դեպքում մենք գործ ունենք ոչ թե փաստի, այլ չստուգված տեղեկատվության հետ։ Եվ այստեղ ես չեմ ցանկանում կենտրոնանալ որևէ կոնկրետ անձի վրա։ Ինձ համար շատ ավելի կարևորը երևույթը։ Երբ որևէ մեկը լրատվամիջոցին փոխանցում է չստուգված տեղեկություն, իսկ այնուհետև այդ տեղեկությունը հանրությանը ներկայացվում է որպես փաստ, դա հատկապես վտանգավոր է բժշկության ոլորտում, որովհետև այստեղ խոսքը մարդկանց առողջության և բժշկական աշխատանքի նկատմամբ վստահության մասին է։ Հազարավոր մարդիկ կարող են արմոդերմի օգնությամբ թեթևացնել իրենց վիճակը, ազատվել տանջալից քորից, դուրս գալ անելանելի թվացող իրավիճակից, սակայն նման տեղեկատվության պատճառով նրանք կարող են խուսափել դրա օգտագործումից։ Այս մարդկանց տանջանքների ամբողջ պատասխանատվությունը ընկնում է կեղծիք տարածողների խղճին։ Ամեն օր ստանում են բազմաթիվ զանգեր և հարցումներ կապված արմոդերմի շուրջ տարածվող տեղեկությունների հետ։ Մարդիկ ցանկանում են հասկանալ որն է իրականությունը, և ես կրկին ուզում եմ ընդգծել, պետք չէ առաջնորդվել չստուգված հրապարակումներով կամ սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում տարածվող հայտարարություններով։ Կոչ եմ անում բոլորին լինել պատասխանատու, ստուգել տեղեկատվության աղբյուրը և չտարածել այնպիսի տեղեկություններ, որոնք չեն համապատասխանում իրականությանը։ Հարյուրավոր մարդիկ կարող են օգտվել այս բնական միջոցից, ունենալ հրաշալի արդյունք, և միայն 3 մարդ ստանա քիչ արդյունք, դա չի նշանակում, որ պրեպարատը վատն է, արդյունքը շատ ինդիվիդուալ է, պայմանավորված բազմաթիվ գործոններով։ Միաժամանակ ես գտնում եմ, որ նման դրսևորումները կարող են լինել որոշակի շրջանակների, սկսած հորմոնալ դեղամիջոցներ արտադրող, ներմուծող, իրականացնողներից մինչև հայկական լուրջ ապագա ունեցող դեղամիջոցների զարգացման դեմ տարվող ուժերի կողմից կազմակերպված արշավ։ Այդպիսի դեպքերը կարող են լինել նաև պատվեր։ Միաժամանակ, որպես բժիշկ, ես չեմ կարող անտեսել նաև մեկ այլ հանգամանք։ Չեմ բացառի, որ նման տեղեկատվական դրսևորումների հետևում կարող են լինել որոշակի շրջանակների շահեր կամ պատվեր կատարող անձինք, այդ թվում այն շրջանակների, որոնց տնտեսական շահերին կարող է հակասել հայկական նոր բժշկական և դեղագործական արտադրանքի զարգացումը։ Սա իմ մասնագիտական գնահատականն է։ Եվ այստեղ ես չեմ ցանկանում կենտրոնանալ որևէ կոնկրետ անձի վրա։ Ինձ համար շատ կարևոր է երևույթը։ Տեղեկությունը փոխանցվել է լրատվամիջոցին մի անձի կողմից, որը ներկայացել է որպես Ռուսաստանի Դաշնության հեռավոր Ալթայի երկրամասի բնակիչ, որը այնտեղից պատվեր է կատարում ուղղակի մրցակիցների կողմից, թե իբր ինքը ոչ մի կապ չունի ընդհանրապես արմոդերմ պրոդուկտի անձամբ ինձ հետ, երբեք ինձ մոտ չի բուժվել, արմոդերմ երբեք չի օգտագործել, ուղղակի պատվեր է կատարում։ Ես պարզապես կոչ եմ անում բոլոր բուժառուներին, պացիենտներին, այն մարդկանց, ովքեր ցանկանում են ձեռք բերել արմոդերմ և այդ կեղծ հայտարարությունների շնորհիվ չեն ցանկանում, չեն կողմնորոշում ձեռք բերել, հանգիստ եղեք։ Սա ուղղակի պատվեր է, որը կպարզաբանվի հետագայում նաև։ Երբ որևէ մեկը լրատվամիջոցին փոխանցում է չստուգված տեղեկություն, իսկ այնուհետև այդ տեղեկությունը հանրությանը ներկայացնում է որպես փաստ, դա հատկապես վտանգավոր է բժշկության ոլորտում,
որովհետև այստեղ խոսքը մարդկանց առողջության եւ բժշկական աշխատանքի նկատմամբ վստահության մասին է։ Հազարավոր մարդիկ կարող էին արմոդերմի օգնությամբ թեթևացնել իրենց վիճակը, ազատվել տանջալից քորից, դուրս գալ անելանելի թվացող իրավիճակից, սակայն նման տեղեկատվության պատճառով նրանք կարող են խուսափել դրա օգտագործումից։ Այս մարդկանց տանջանքների ամբողջ պատասխանատվությունը ընկնում է կեղծիք տարածողների խղճին։ Արմոդերմը երկար տարիների պատմություն ունեցող բնական խնամքի միջոց է, որի շուրջ տարիների ընթացքում իրականացվել են մեծ աշխատանք եւ որի կիրառման վերաբերյալ բազմաթիվ դրական արձագանքներ ու արդյունքներ են արձանագրվել։ Մենք մշտապես կարևորել ենք պատասխանատու մոտեցումը, մարդկանց հետ աշխատանքը եւ մեր գործունեության համապատասխանությունը գործող պահանջներին։ Պետությունը տվել է համապատասխան սերտիֆիկացում։ Արմոդերմը պետական հարկային մարմնում գրանցված է եւ համապատասխան պետական սերտիֆիկացում անցած միջոց է։ Պետական լաբորատորիաներում հետազոտված արտադրանք է։ Արմոդերմի գործունեության եւ արտադրանքի վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերն ու համապատասխան հավաստագրերը առկա են, իսկ արտադրանքը անցել է նախատեսված համապատասխան գործընթացներ եւ հետազոտություններ։ Եթե ինչ-որ մեկը փորձում է որևէ կերպ կասկածի տակ դնել արմոդերմի գործունեությունը, առաջին հերթին հարց է առաջանում պետության նկատմամբ, որովհետև պետությունը տվել համապատասխան սերտիֆիկացումը։ Պետությունն է թույլ տվել գործունեություն ծավալելու հնարավորություն արմոդերմի արտադրողների համար։ Ես ուզում եմ ասել նաև այն ուժերին եւ գործիչներին, ովքեր փորձել են կամ փորձում են նման քայլեր կատարել, ձեզ մոտ ոչինչ չի ստացվել եւ չի ստացվելու, որովհետև արմոդերմն արդեն ամբողջ աշխարհում հայտնի է դարձել։ Ես առաջարկում եմ բոլորին չխոչընդոտել, չվնասել եւ չվարկաբեկել արմոդերմի հեղինակությունը։ Հակառակ դեպքում, երբ դուք դուրս եք գալիս արմոդերմի դեմ, դուք ըստ էության դուրս եք գալիս նաեւ այն պետական համակարգի դեմ, որը տվել է համապատասխան սերտիֆիկացումը եւ գործունեություն ծավալելու հնարավորություն արմոդերմի արտադրողներին եւ այլն։ Ինչ վերաբերում է հենց արմոդերմին, ապա այն ստեղծվել եւ զարգացել է որպես բնական միջոց այն մարդկանց համար, ովքեր երկար տարիներ օգտագործել են հորմոնալ արտաքին միջոցներ։ Մենք բոլորս գիտենք, որ հորմոնալ պատրաստումները որոշ դեպքերում կարող են շատ արագ նվազեցնել ախտանշանները, սակայն դրանց երկարատև եւ ոչ ճիշտ կիրառումը կարող է ունենալ նաեւ անցանկալի հետևանքներ։ Արմոդերմի գաղափարը հենց այն է, որ բնական հիմքով արտաքին կիրառմամբ հնարավոր լինի ոչ միայն ժամանակավորապես նվազեցնել դրսևորումները, այլև երկարաժամկետ պահպանել ձեռք բերված արդյունքը կամ հիվանդությունը պահել վերահսկվող, այսպես կոչված քնած վիճակում։ Կարծում եմ նման հայկական ստեղծագործության զարգացմանը խոչընդոտելու փոխարեն մենք պետք է կարողանանք գնահատել այն աշխատանքը, որի արդյունքում ստեղծվել է բնական հիմքով հայկական արտադրանք, միջազգային շուկա դուրս գալու եւ զարգանալու ներուժով։ Այդ իսկ պատճառով, ամենայն հարգանքով, ես կոչ եմ անում լրատվամիջոցներին եւ տեղեկատվական հարթակներին չդառնալ չստուգված տեղեկատվության տարածման գործիք։ Ցանկացած լուրջ մեղադրանք կամ հայտարարություն պետք է նախ ստուգվի, հաստատղտավորվի եւ միայն դրանից հետո ներկայացվի հանրությանը։ Եթե որևէ անձ ունի իրական եւ հիմնավորված խնդիր կամ բողոք, դրա համար գոյություն ունեն համապատասխան իրավական եւ պետական մարմիններ եւ ցանկացած հարց պետք է ներկայացվի օրենքով սահմանված կարգով, ոչ թե չստուգված հայտարարությունների միջոցով։ Միաժամանակ ուզում եմ ընդգծել, որ արմոդերմի դեմ ուղղված կեղծ կամ զրպարտչական տեղեկատվության տարածումը կարող է ունենալ իրավական հետևանքներ։ Անհրաժեշտության դեպքում մենք պատրաստ ենք պաշտպանել մեր հեղինակությունն ու օրինական շահերը օրենքով սահմանված կարգով։ Մենք հասկանում ենք, որ նման տեղեկատվական իրավիճակները կարող են կրկնվել եւ եթե անհրաժեշտ լինի, մեր իրավունքներն ու հեղինակությունը կպաշտպանենք օրենքով սահմանված կարգով։ Ի վերջո ուզում եմ շեշտել մի բան. արմոդերմը լրացուցիչ գովազդի կարիք չունի։ Այն իր գործունեության ընթացքում իր մասին խոսել է իր աշխատանքով, մարդկանց արձագանքներով եւ ձեռք բերված արդյունքներով։ Արմոդերմի շուրջ ստեղծվել է վստահության մեծ հիմք եւ այդ վստահությունը որևէ չստուգված հրապարակմամբ հնարավոր չէ վերացնել։ Եթե որևէ անձ ունի իրական եւ հիմնավորված բողոք, դրա համար կան համապատասխան մարմիններ եւ իրավական ընթացակարգեր։ Ճշմարտությունը պետք է հաստատվի ոչ թե չստուգված հրապարակումներով, այլ փաստերով։ Եվ նման քայլերը բնականաբար կարող են առաջացնել օրենքով սահմանված պատասխանատվություն։ Ոչ ոք չի կարող նման քայլ կատարել եւ չկրել դրա հետևանքները օրենքի ամբողջ խստությամբ։
Իսկ ինչ է իրականում իրենից ներկայացնում Արմոդերմը, ինչպիսի նպատակով է այն ստեղծվել եւ ինչով է պայմանավորված ձեր մասնագիտական վստահությունը նրա նկատմամբ։ Արմոդերմը մեկ օրում կամ մեկ գաղափարի արդյունքում ստեղծված արտադրանք չէ, այն երկարատև գիտական եւ մասնագիտական աշխատանքի արդյունք է։ Ես այս ոլորտում երկար տարիների փորձ ունեցող բժիշկ եմ եւ Արմոդերմի ստեղծման հիմքում իմ մասնագիտական փորձից բացի դրված են գիտական ուսումնասիրություններ, հետազոտություններ, արկա պրակտիկայի արդյունքների ուսումնասիրություն եւ ամփոփում, առաջադեմ փորձի վերլուծություն եւ տարբեր մեթոդների ու բուժական մոտեցումների կիրառման փորձ։ Այս աշխատանքի մեջ ներդրվել են հսկայական ֆինանսական միջոցներ, մարդկային ռեսուրս եւ տարիների աշխատանք։ Հետևաբար, երբ նման գիտական աշխատանքի վերաբերյալ որևէ մեկը շատ հեշտությամբ ասում է ստում են, խափում են, ոչնչով չի օգնում, բնականաբար դա չի կարող ընդունել որպես մասնագիտական գնահատական։ Բուժումը եւ առողջացումը նույն հասկացությունները չեն։ Մենք բոլորս գիտենք, որ բժշկագիտության տարբեր ոլորտերում կան հիվանդություններ եւ վիճակներ, որոնց արդյունքում նույնիսկ ժամանակակից եւ նորագույն մեթոդների կիրառմամբ հնարավոր չէ յուրաքանչյուր բուժառուի համար երաշխավորել նույն արդյունքը։ Բուժման արդյունքը կախված է բազմաթիվ գործոններից՝ տարիքից, սեռից, հիվանդության բնույթից եւ փուլից, տվյալ օրգանիզմի նյութափոխանակության առանձնահատկություններից եւ բազմաթիվ այլ հանգամանքներից։ Մաշկային խնդիրների դեպքում շատ կարևոր են նաև սննդակարգը, ապրելակերպը, շրջակա միջավայրը, հոգեբանական վիճակը, նևրոտիկ խնդիրները եւ հիվանդության նպաստող այլ գործոններ։ Եթե այդ գործոնները չեն վերահսկվում եւ չեն շտկվում, միայն որևէ դեղամիջոցի կիրառմամբ ցանկալի արդյունքի հասնելը կարող է դժվարանալ։ Ինչպես ասում էր իմ գոլեգան եւ լավ ընկերներից մեկը, բժշկությունը բացարձակ գիտություն չէ, մաթեմատիկա չէ եւ ոչ մի պարագայում հնարավոր չէ տալ բացարձակ երաշխիքներ։ Ուստի ես որևէ մեկին չեմ առաջարկում հավատալ պարզապես իմ խոսքին։ Ես առաջարկում ցանկացած նման հարցի դեպքում առաջնորդվել փաստերով, մասնագիտական գնահատականով եւ գիտական տվյալներով։ Արմոդերմի դեպքում մենք ունենք տարիների աշխատանք, գիտական ուսումնասիրություններ, մեծածավալ ներդրումներ եւ մասնագիտական փորձ։ Եվ հենց այդ աշխատանքն է, որ պետք է գնահատվի, ոչ թե լրատվամիջոցին փոխանցված չստուգված պնդումը։ Մենք պատրաստ ենք պատասխանել ցանկացած մասնագիտական հարցի եւ բաց քննարկման, բայց կարծում եմ բոլորս պետք է գիտակցենք, որ առողջության հետ կապված տեղեկատվությունը պետք է տարածել առավելագույն պատասխանատվությամբ։